Չեմ ուզենա հիմա անդրադառնալ այն պատճառներին եւ խնդիրներին, որոնք եղել են միասնության թևերի եւ հայաքվեի միջև։ Մեր խնդրը Նիկոլ Փաշինյանն է, մեր խնդրը Հակահայաստան ստեղծող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Մենք այլընտրանք ենք բոլորի հանդեպ, մենք եթե շարունակենք, այսպես ասած, ներքին գզբրտոց, ժողովուրդը հիասթափվելու է, ինչ կոմպրոմիսների մասին կարող է գնալ խոսակցություն ներկա ուժի հետ։ Այս ընտրությունները Հայաստանի եւ Հակահայաստանի միջև ընտրություններ են։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում այսօր զրուցելու ենք Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանի հետ։ Ողջունում եմ ձեզ մեր տաղավարում եւ քանի որ այսօր վաղ առավոտվանից տարածվեց լուրեր, Հայաքվեն նաեւ հայտարարեց այդ մասին, որ այլևս դադարեցնում են համագործակցությունը Միասնության թևերի հետ։ Ես կխնդրեմ, որպես Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ, ներկայացնեք, թե ինչու չստացվեց ձեզ մոտ, ձեզ երկուսի մոտ չստացվեց այս համագործակցությունը։ Գիտեք, ես կուզենամ հիմա խոսել ոչ թե այնքան որքանով Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ, այլ որպես մարդ, ով ընդդիմադիր գործունեություն է ծավալում եւ չեմ ուզենա հիմա անդրադառնալ այն պատճառներին եւ խնդիրներին, որոնք եղել են Միասնության թևերի եւ հայաքվեի միջև, որովհետև կարծում եմ ես չէ, որ պետք է դրա մասին խոսեմ եւ ես չէ, որ պետք է պարզաբանումներ տալ, ուղղակի որպես անհատ, որպես քաղաքական գործունեություն իրականացնող մարդ, ես եւս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ ողջունել Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության շատ ու շատ անդամների, իմ ընկերներին, որոնց ես ճանաչել եմ միջև Հայաքվեի ստեղծումը, միջև Միասնության թևերի ստեղծումը, որոնց հայրենասիրության, որոնց Նիկոլ Փաշինյանին եւ գործող այլանդակ իշխանություններին եւ իրավիճակին դեմ լինելում ես լումար անգամ չեմ կասկածում եւ ես համոզված եմ, որ Հայաքվեի ընկերները կշարունակեն իրենց քաղաքական պայքարը, ինչ էլ լինի, ցանկացած պարագայում կգործեն հանուն Հայաստանի եւ հանուն մեր երկրի։ Ողջունում եմ նրանց, իսկ ինչ վերաբերվում է Հայաքվեի եւ Միասնության թևերի այս խրթին իրավիճակին, կարծում եմ հասցեատերը ես չեմ հասցեատերը այդ պատասխանները։ Իսկ գաղափարական անհամաձայնություններ են եղել, թե ծրագրային ինչ որ այլ անհամաձայնություններ են եղել, գուցե որոշակի ամբիցիաներ են եղել։ Գիտեք ոնց նկատմամբ քաղաքականության մեջ միշտ լինում են տարատեսակ, այսպես ասած, խրթին հարցեր, խնդիրներ, խնդիրներ, ինչու՞ չէ, լինում են նաև անձնական ամբիցիաներ, լինում է նաև մարդկային գործոն, որը շատ եւ շատ պարագաներում խանգարում է որոշակի գործընթացների իրականացմանը, լինում են նաև գաղափարական որոշակի տարաձայնություններ եւ խնդիրներ, բայց այնուամենայնիվ ես խորապես համոզված եմ, որ ներկա դրությամբ Հայաստանի ներկայիս իրավիճակում արդար եւ ազնիվ չէ գաղափարական մանր տարաձայնություններով եւ անձնական ամբիցիաներով առաջնորդվել։ Դա ես նկատի չունեմ մեզ եւ Հայաքվեն։ Ես առհասարակ նկատի ունեմ ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Մենք պետք է շատ հստակ գիտակցենք, որ մեր խնդրը Նիկոլ Փաշինյանն է, մեր խնդրը Հակահայաստան ստեղծող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է եւ մենք բոլորս միահամուռ ձեր-ձեռի բռնած պետք է մեր պետությունը եւ մեր ժողովրդին ազատենք այս փորձանքից, ոչ թե զբաղվենք մեր անձնական մանր կամ միգուցե ոչ այդքան մանր, բայց խնդիրների լուծմամբ։ Ինչու ընտրել Միասնության թևերին, ինչ է առաջարկում Միասնության թևերը եւ ինչ գաղափարներ են առաջ բերում եւ այդ գաղափարները ինչքանով են տարբերվում մեր մյուս քաղաքական ուժերի առաջ քաշած գաղափարներից։ Գիտեք, Միասնության թևերը ինչ որ առումով կարելի է ասել Միասնության թևերի նման քաղաքական ուժը ինչ որ առումով սպասված էր դեռևս 2021 թվականից, որովհետեւ կհիշեք 2021 թվականի այդ քաղաքական ամբողջ նարատիվները, երբ այսպես ասած քաղաքական պայքարը կենտրոնացած էր նախկիններ, ներկաներ այդ թեզի շուրջ եւ ժողովրդի մի ստվար հատված եւ այսօր էլ կա այդ հատվածը, որը ցանկանում է նոր ուժ, նոր դերակատարներով, մարդկանց, ովքեր աֆիլիացված չեն եղել նախկին համակարգերի հետ, մարդիկ, ովքեր ներգրավված եւ թաթախված չեն եղել վատ իմաստով որևիցե մի կոռուպցիոն կամ հանցագործ սկանդալների մեջ կամ կոռուպցիայի դրսևորումների մեջ, մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալներ են, կարող է ինչ որ առումով
քաղաքական գործունեության բավականաչափ փորձ չունեն, բայց դա նաև շատ դրական է, որովհետև գիտեք ոնց ինչպես է Հայաստանում, մեր ժողովուրդը ոնց է նայում, դե եթե դու երկար տարիներ զբաղվում ես քաղաքականությամբ, արդեն քո հանդեպ ոնց որ վստահությունը քիչ է, որովհետև դե 100 անգամ խաբել եք, 1000 գործընթացների մեջ եք մտել, 1000 անգամ խոստում եք տվել չեք կատարել, այս առումով նոր մարդիկ, նոր դեմքեր եւ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ ապացուցել են իրենց մասնագիտական ունակությունները, կարծում եմ դրական փոփոխություն կբերեն Հայաստանի այս ինչ որ առումով լճացած քաղաքական կյանքին, իսկ Թաթոյանի պարագայում մեր ժողովուրդը գիտի Թաթոյանին, մեր ժողովուրդը ըստ արժանաբույնս գնահատում է Թաթոյանի մասնագիտական ունակությունները եւ ես լիահույս եմ, որ մեր ժողովուրդը իր վստահության քվեն կտա Թաթոյանին եւ մեր թիմին եւ մենք էլ շատ պատասխանատու ձևով կկատարենք մեր ստանձնած պարտավորվածությունները եւ չենք հիասթափացնի մեր հայրենակիցներին։ Նշեցիք, որ սպասված ուժ եք եղել դեռ 2021 թվականին, ապա ի՞նչն էր խանգարում, որ չմասնակցեցիք այդ ժամանակ։ Մենք չենք եղել սպասված ուժ, ես նկատի ունեի, որ նոր դեմքերով ուժը սպասված էր 2021 թվականին, դե օբյեկտիվ պայմաններ կան, նախ 21 թվականին ձևավորված չէր դեռ միասնության թևեր։ Ուժը, ասենց ասեմ, շատ ավելի պարզ ասեմ, որ մեր հայրենակիցները հասկանան։ Կոպիտ ասած, մենք դեռևս մեկս մյուսին չէինք գտել դրական իմաստով եւ չէինք համախմբվել պարոն Թաթոյանի շուրջ, դա էր պատճառը։ Հիմա շատ բնականորեն մարդիկ, ընդ որում պրոֆեսիոնալներ, ընդ որում մարդիկ, ովքեր բացարձակապես ոչ մի խնդիր չունեին, այսինքն նրանք այն ընդդիմադիրներից չէին, էլի, որոնց վրա դափոններով քրեական գործեր կան եւ նրանք քաղաքականությամբ են զբաղվում, որ այսպես ասած քաղաքական հետապնդման աստար տան իրենց նախկին հանցագործություններին։ Մեր մոտ տես բան բացարձակապես չկա, բոլորը նորմալ մարդիկ են, բոլորը մասնագետներ են, բոլորը ապահովված մարդիկ են, բոլորը կարող էին շատ լավ աշխատել եւ Հայաստանում եւ շատ հեշտ աշխատանք գտնել արտասահմանում, բայց նորից եմ ասում, պատասխանատվության զգացումից ելնելով միացել ենք իրար, փորձում ենք կայացնել միասնության թևեր քաղաքական ուժը եւ փորձում ենք մեր համեստ ունակություններով ծառայել մեր երկրին եւ մեր ժողովրդին։ Դուք ձեզ համարում եք ընդդիմություն թե այլընտրանքային ուժ, ինչ տարբերություն ունի միասնության թևերը։ Գիտեք, նախ սկսենք նրանից, որ ցանկացած քաղաքական միավոր, որը գործունեություն է ծավալում եւ չի ընդունում իշխանությունների գործունեությունը, դա արդեն քաղաքագիտորեն կոչվում է ընդդիմադիր ուժ։ Իսկ ինչ վերաբերվում է այլընտրանքային այդ խոսույթին եւ այլընտրանքային այսպես ասած որակմանը, գիտեք ոնց քաղաքական դաշտում ցանկացած ուժ մեկը մեկին այլընտրանք է։ Այդ առումով մենք այլընտրանք ենք բոլորի հանդեպ, բայց այսպես ասած չմտնելով համեմատության դաշտ, որ այ մենք ավելի լավն ենք, քան թե ընդդիմադիր մեկ այլ բևեռը, մեկ այլ ուժը, որովհետև իմ խորին համոզմամբ ընտրություններին մնացել են, դուք էլ գիտեք, շատ քիչ օրեր, հաշված օրեր ուղղակի, եւ ընդդիմությունը ուղղակի բարոյական իրավունք չունի մեկը մեկին թիրախավորելով, որովհետև շատ པարզ բան է լինելու։ Մենք եթե շարունակենք, այսպես ասած, ներքին գզվրտոց, ժողովուրդը հիասթափվելու է, ժողովուրդը չի գալու ընտրությունների, իսկ ժողովրդի ընտրություններին չգալը դա օգնում է միայն եւ միմիայն Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Փաշինյանը իր կուր եւ շատ մոբիլիզացված էլեկտորատով եւ վարչական ռեսուրսով կարողանալու է մեծամասնություն վերցնել, այնպես որ մեկը մեկին ինչ որ այսինքն աչոկներ հավաքել պետք չէ, պետք է առաջնահերթ ժողովրդին խնդրել, հորդորել, ամեն կերպ մարդկանց համոզել, որ եկեք ընտրությունների, պարտադիր չի ընտրեք, նայեք չեմ ասում, եկեք պարտադիր ընտրեք մեզ, գնացեք ընտրությունների, պարտադիր գնացեք ընտրությունների, ձեր ձեռքը վերցրեք ձեր երկրի ճակատագիրը, որովհետև շատ պարզ, այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները Հայաստանի եւ հակահայաստանի միջև ընտրություններ են, կամ լինելու է Հայաստան, կամ սրանք վերընտրվելով Հայաստանը վերածելու են հակահայաստանի։ Պարոն Պարոնյան, որ հարցերում, որ պարագայում երբեք չեք գնա կոմպրոմիսի։ Ում հետ։ Իշխանության հետ, ընդդիմության հետ։ Իշխանությունների հետ չկա բացարձակապես մի Իսկ ընդդիմության հետ։ Մի քայլ, մի գիծ, որով կարելի է գնալ կոմպրոմիսի այս իշխանությունների հետ։ Գիտեք ոնց 2018 թվականին մի փոքր ավելի ծավալուն պատասխանեմ 2018 թվականին չնայած ես անձամբ որպես անհատ մարդ
շատ դեմ եմ եղել, ճանաչելով այս մարդկանց որոշակի տեղեկությունները իմանալով լավ դրա մասին հիմա չխոսենք։ Դեմ եմ եղել, բայց 2018 թվականին այդ համընդհանուր ողջավորության ֆոնին տրամաբանական էր որոշակի, այսպես ասած, ֆորատալ այս իշխանություններին թող աշխատեն, հասկանանք ինչ են անում։ 19 թվականին ավելի նվազ, բայց էլի տրամաբանական էր։ 20 թվականի պատերազմից հետո, գիտեք, կոմպրոմիսների գնալը այս իշխանությունների հետ արդեն մի քիչ հարց է էլի առաջանում ինչ գնացիք կոմպրոմիսների, բայց հիմա այսքան բաներից հետո, Արցախի հանձնումից հետո, ցեղասպանության ուրացումից հետո, այս ամբողջ տոտալ լկտիության ու այսպես ասած սեփական ժողովրդի վրա թքած ունենալուց հետո, Հայաստանը միջազգային ասպարեզներում խայտարակ անելուց հետո, Հայաստանի տարածքները կտոր Ադրբեջանին զիջելուց հետո ինչ կոմպրոմիսների մասին կարող է գնալ խոսակցություն ներկա ուժի հետ։ Ներկա ուժը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը, նրանք չեն ներկայացնում Հայաստանի շահերը եւ նրանք ամեն ինչ անում են եւ անելու են, որպեսզի Հայաստանը, այսպես ասած, պատկերավոր ասենք, վերածվի Արևմտյան Ադրբեջանի։ Հենց որ կոմպրոմիսների մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Եթե վաղը մի պահ պատկերացնենք համապետական ընտրություններն են եւ դուք եկաք իշխանության, որ առաջնային որոշումները կկայացնեք, առաջնայինը ո՞րն է ձեզ համար։ Ասեմ, դա շատ կարևոր հարց է։ Նախ իմ կարծիքով ոչ թե մեր համար, այլ օբյեկտիվորեն Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի համար ամենաառաջնային խնդիրը եւ ամենաառաջնային հարցը դա Հայաստանի անվտանգային համակարգի վերագործարկման հարցն է, որովհետեւ Հայաստանը այսօր չունի անվտանգություն։ Իսկ եթե դու չունես անվտանգություն, դու չես կարող ունենալ ոչ տնտեսություն, ոչ մշակույթ, ոչ կրթություն, ոչ առողջապահություն, ոչ էլ ապագա։ Դու պետք է ունենաս անվտանգություն, որպեսզի կարողանաս ստեղծել պետություն, կայունացնել պետությունը։ Հիմա մեր համար, քանի որ մենք բազմիցս ենք ասել, որ ճիշտ է, տնտեսական հարցերն են շատ կարևոր, կրթական հարցերն են շատ կարևոր, առողջապահական հարցերն են շատ կարևոր, դրանք ըստ էության փոխկապակցված են, բայց նորից եմ ասում, քանի դեռ անվտանգություն չկա ոչինչ։ Հետևաբար մեր համար առաջնային հարց է, անվտանգային հարցերը եւ հենց առաջնային մեր խնդիրը ստեղծել վարչապետին առընթեր ռազմական բարեփոխումների հանձնաժողով, որի հիմնական նպատակը լինելու է Հայաստանի անվտանգային համակարգը կայունացնել, ամրացնել եւ հնարավորություն ունենալ Ադրբեջանի հետ հասնել լիարժեք զսպման մեխանիզմի, այսինքն որ մենք կարողանանք ունենալ այնպիսի ներքին պոտենցիալ, որ Ադրբեջանը, այսպես ասած, ոտնձգությունների գնալուց առաջ մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ ավելի շատ մտածի, որովհետև կունենա այնքան կորուստներ, այնքան վնասներ, որոնք համաչափ չեն լինի այն օգուտներին ենթադրյալ, որը նա ուզում է ստանալ։ Դա ամենակարևոր հարցն է, անվտանգություն եւ եւս մեկ անգամ անվտանգություն այս բaragայում այսօրվա մեր իրականություններում անվտանգային ամենակարևորն է։ Անկախությունից ի վեր բոլորը խոսում են կոռուպցիայի մասին։ Բոլոր իշխանությունները մեղադրում են միմյանց, որ կոռուպացված են եղել, թալանել են մեր երկիրը, մեր ժողովրդին։ Դուք ինչպես եք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը։ Դուք ինչպես եք պայքարելու, եթե գաք իշխանության, ինչպես եք պայքարելու կոռուպցիայի դեմ։ Նախ հանուն արդարության պետք է ասեմ, որ մի քիչ է թալանել եզրույթը մի քիչ անհարմար է, որովհետև դա ըստ էության Նիկոլ Փաշինյանի այդ նարատիվն է, թալանել չասենք, բայց ըստ հանուն արդարության պետք է ասենք, որովհետև մենք մի երկրում ենք ապրում, որտեղ ըստ էության բոլորը բոլորին գիտեն, մեր ժողովուրդը գիտի։ Հիմա ես որ կանգնեմ ստեղ նստեմ, ձեր մոտ ասեմ չի եղել կոռուպցիա Հայաստանում, դա ուղղակի ես երեսպաշտությամբ եմ էլի զբաղված։ Բնականաբար եղել է, անկախությունից ի վեր էլ Հայաստանում եղել է կոռուպցիա, անկախությունից ի վեր պետական պաշտոնյաները, բազմաթիվ պաշտոնատար անձինք ուղղակի այսպես ասած կեղեքել են այս ժողովրդին ու լցրել են իրենց սեփական գրպանները։ Դա հիմա չեմ ուզում անդրադառնամ, մատնանշեմ, մարդկանց անուն տամ կամ նախագահների պաշտոնավարման շրջաններ ասեմ, բայց պարզից էլ պարզ է, որ Հայաստանում այո եղել է կոռուպցիա, այդ կոռուպցիան ոչ մի տեղ չի վերացել։ Այդ նույն այսօրվա իշխանավորները, որոնք որ տարիներ առաջ իրենց պատռում էին մեջտեղից կոռուպցիա եւ թալան գոռալով, ոչ մի բանով չեն զիջում այն մարդկանց ում մասին նրանք խոսում էին, էլի։
Սենց մի հատ հետաքրքիր բան կա, եթե առաջ օրինակ 50-50 էին ասում, հիմա 70-30 է, էլի, այսինքն խնդիրը կոռուպցիայի մասին բարձր գոռացողները չեն, որ հետո գալիս են իշխանության եւ կոռուպցիա են վերացնում։ Շատ հաճախ այն մարդիկ, ովքեր որ ամենաբարձրն են գոռում կոռուպցիայի մասին, գալիս են իշխանության եւ սկսում են այնքան մեծ ծավալներով կոռուպցիայով զբաղվել, որ նույնիսկ այդ նախկին ասվածները զարմանում են, էլի։ Նենց որ կոռուպցիայի դեմ պայքարելու ամենակարևոր հանգամանքը դա քաղաքական կամքն է նախ, իշխանությունների քաղաքական կամքն է, որովհետև եթե իշխանությունները, այսինքն իշխանության եկած ուժը, ղեկավարությունը, վարչապետը, երկրորդ մարդը, երրորդ մարդը այդ ուժի կոռուպցիայի հանդեպ ունեն ներքին անհանդուրժողականություն, ինչպես օրինակ Թաթոյան Արմանը։ Ես հիմա օրինակ եմ բերում Թաթոյանի վրա, որովհետև ինչի, որովհետև մարդը եղել է պետական պաշտոնյա, մարդը ունեցել է հնարավորություններ թաթախվելու կոռուպցիոն համակարգերի մեջ, փաստացիորեն չի թաթախվել։ Դա ինչ է նշանակում։ Հիմա ի տարբերություն այսօրվա իշխանավորների, որոնք չունեին հնարավորություն, այսինքն նրանք ով են եղել։ Նրանք եղել են ոչ մեկ փողոցում ուղակի ինչ-որ պատահական մարդիկ, երբեք ու երբեք ինչ-որ լծակներ իրենց ձեռքում չի եղել եւ փաստացի մենք չունեինք ապացույց, որ այս մարդիկ հնարավորության դեպքում կզբաղվեն կոռուպցիայով, թե չեն զբաղվի, բայց մեր պարագայում, մեր ամբողջ թիմի պետական պաշտոնյաներ են եղել բոլորս էլ ոչ մեկս կոռուպցիայով չի զբաղվել, երբեք կոռուպցիոն սկանդալների մեջ չենք եղել, որովհետեւ ունենք նորից եմ ասում, ներքին անհանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ։ Դրա համար ասում եմ, կոռուպցիայի դեմ պայքարը դա առաջինը իշխող ուժի քաղաքական կամքն է եւ ամենակարևորը պետական ինստիտուտները որպեսզի աշխատեն, որովհետեւ եթե ազգային անվտանգություն ծառայությունը լինի իր տեղում, գլխավոր դատախազությունը լինի իր տեղում, ոստիկանությունը, քննչական մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն, եթե այդ բոլոր մարմինները, պետական ինստիտուտները լինեն իրենց տեղում, ոչ թե սպասարկեն օրվա իշխանությունների շահը, այլ զբաղվեն իրենց գործով որպես առանձին կայացած ինստիտուտ, կոռուպցիան չի կարող ամբողջովին վերանալ, բայց կհասնի մինիմալ սահմանների։ Պարոն Պարոնյան, հենց այս համատեքստում կոռուպցիայի ֆոնին անդրադառնանք դատական համակարգին։ Ինչու է լռում այդ դեպքում դատական համակարգը։ Արդյոք կարող ենք ենթադրել, որ դատական համակարգը այնքան էլ անկախ չի եղել եւ դուք ինչպիսի դատական համակարգ եք տեսնում ապագայում, եթե լինեք իշխանության։ Երբ որ լինենք։ Ինչ քայլերով եք տեսնում դատական համակարգի իրական անկախությունը։ Գիտեք, հիմա ասեմ ինչի է դատական համակարգը լռում, դրա մասին ասել է հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Մարդը կանգնեց, ասեց, ինչի կա Հայաստանում դատավոր, որ իմ ասածը կարա չանի։ Եվ շարունակեց, էլի, ասեց, եթե հանգարց իմ ասածը չանեք, կդառնաք պատի տակ վնգստացող։ Հիմա այս մարդիկ ոնց հասկանում եմ, կոպիտ ասած գցել բռնել են, մտածել են դե ավելի լավ է պատի տակ վնգստացող չդառնանք, դե Նիկոլի ասածները անենք, դա էլ պատասխանն է, էլի, այսինքն ինչի է դատական համակարգը լռում, իսկ ինչի է ազգային անվտանգության ծառայությունը լռում, իսկ ինչի է լռում ներքին գործերի նախարարությունը, իսկ ինչի է վարչապետի թիկնապատարակի ժամանակ դպրոցական աշակերտ ծեծում, հարվածում, լավ չծեծում, հետո այդ երիտասարդին բռնում են, ձերբակալում են, հիվանդություններ ունենալով հանդերձ ընկել այս մարդը այդ աշակերտը այսօր վերակենդանացման բաժին հիվանդանոցի ու մինչև հիմա չեն ազատում։ Դա է դեմոկրատիան։ Դա ինչ դատական համակարգի կայացվածության մասին կարող է խոսքը գնալ։ Իսկ բարեփոխումները նախարարինը հետեւյալն է, հստակ, շատ པարզ քննվելու են եւ վեր են հանվելու այս տարիների ընթացքում, այս տարիների ես նկատի չունեմ միայն Նիկոլ Փաշինյանի կան չէ դատավորներ, այս վերջերս էլ է դատավորը իրան տենց նորից դրսևորեց էլի, որ դեռևս այդ նախկինների ժամանակվանից գալիս է էլի հաստրել է համ Նիկոլին դատել, համ Նիկոլի հրամանով մարդ դատել։ Նմանատիպ մարդկանց պետք է ուղղակի ախտահանելու սկզբունքով հանել եւ դուրս նետել համակարգից, որովհետեւ նման մարդիկ խանգարում են որպեսզի կայանա դատական համակարգը որպես ինստիտուտ եւ միանշանակ երբ որ լինի իշխանությունների փող բալանսավորման եւ փող այսպես ասած վերահսկման ինստիտուտներ, երբ որ դատական համակարգը կընկալվի եւ իրոք կլինի իշխանության առանձին ճյուղ, ոչ թե կլինի գործող քաղաքական ուժի ռեպրեսիոն գործիքը, այդ ժամանակ դատարանները կլինեն անկախ, իսկ երբ որ աշխատեն նաև դատարանների վերահսկող մարմինները, այդ ժամանակ դատավորները չեն կարող, հնարավորություն չեն ունենա խախտել օրենքը եւ չգիտեմ, կաշառք վերցնել, անարդարացի որոշումներ կայացնել եւ այլն եւ այլն։ Կա հստակ օրենք, պատիժ, օրենք,
օրենքի գործածում եւ այն մարդկանց հանդեպ, ովքեր դուրս են գալի օրենքների սահմաններից, կա հստակ պատիժ։ Դա պետք է լինի յուրաքանչյուր կայացած պետության։ Հիմա մենք շատ ենք, չէ՞, սիրում հայերս։ Մեզ համատենք, այ Ֆրանսիայում սենց է, Կանադայում սենց է, Ամերիկայում սենց է, Ճապոնիայում սենց է։ Գիտեք ոնց, այդ բոլոր երկրները շատ դժվար, բարդ ուղի են անցել։ Պետական ինստիտուտներ են կայացրել։ Դրա համար ենք մենք հիմա նայում ենք իրաց, ուզում ենք նմանվենք։ Հիմա մենք ուղղակի ասելով կամ անձանց վրա շեշտը դնելով, որ այս մեկը լավն է, ինքը կգա ու լավ կկառավարի, այս մեկը վատն էր, եկավ վատ կառավարեց։ Տենց մենք ապագա չունենք, նորից եմ ասում։ Մենք պետք է մեր վրա պատասխանատվություն վերցնենք, կայացնենք այդ ինստիտուտները եւ միայն այդ ինստիտուտների կայացման պարագայում արդեն մարդկային գործոնը դուրս է գալու։ Ուզում է լավ ղեկավար գա, ուզում է ոչ այնքան բաց։ Նախ եթե ինստիտուտները կայանան, երբեք չեն կարա այսօրվա ղեկավարների նման ղեկավարներ հայտնվեն այդ աթոռներին, բայց այնուամենայնիվ կարա ինչ լավ որակի մարդ, վատ որակի մարդ, լավ պրոֆեսիոնալ, վատ պրոֆեսիոնալ, բայց եթե կա կայացած ինստիտուտ, ինքը աշխատում է եւ կարողանում է նորմալ կենսագործունեությունը պետության ապահովել։ Երբ որ մենք շեշտը դնում ենք մարդկանց վրա, միշտ ստանալու ենք Ալեն Սիմոնյան։ Պարոն Պարոնյան, 1994 թվականից հետո Արցախի հաղթանակից հետո Ադրբեջանը իր քաղաքացիների մոտ վերնախավում նաև քաղաքական էլիտայի մոտ տակ պահեց Ղարաբաղ վերադառնալու հարցը, Ղարաբաղի հարցը։ 2020 թվականից հետո, ապա նաև 2023 թվականից հետո, երբ ունեցանք Արցախի ամբողջական կորուստ, այս իշխանությունները փորձում են ժողովրդի մոտ մոռացության տալ Արցախյան հիմնախնդիրը, Արցախյան հարցը, որ Հայաստանը ունեցել է երկրորդ պետականություն հանձին Արցախի հանրապետության։ Ես կխնդրեմ դուք ներկայացնեք միասնության թևերը Արցախի հարցին ինչպես է մոտենում։ Ինչ լուծումներ եք առաջարկում Արցախի հարցի վերաբերյալ, Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Ձեզ համար եւս փակ է այն, բաց է, դեռ քննարկվում է, դեռ կարող ենք լուծել եւ ինչ եք առաջարկում եւ նաեւ այստեղ ուզում եմ հիշեցնել այն, որ վերջերս էլ Ռուսաստանի Դաշնությունից նաեւ հայտարարություն եղավ, Մարիա Զախարովան հայտարարությամբ հանդես եկավ, որ Արցախի հարցը դեռ փակ չէ։ Խնդրեմ դուք մեկնաբանեք։ Նախ եկեք Ռուսաստանի Դաշնության հայտարարությունները եւ միասնության թևերի կարծիքները միասին չմիաձուլենք, բացատրեմ ինչի։ Որովհետև Ռուսաստանի Դաշնությունից հնչող այդ Մարիա Զախարովայի տեքստերը մի կողմից լավ է, նմանատիպ, այսպես ասած, վերաբերմունք ունեն Ռուսաստանից Արցախի հարցի շուրջ, բայց մյուս կողմից էլ հարցը առաջանում հարգելիներս վերջի վերջո Արցախի կորուստի հետ կապված Ռուսաստանն էլ ունի պատասխաններ տալու մեր հասարակությանը, որովհետև իրականում մեր հասարակությունը կներեք, հարցը Պրագայի մասին չի միայն, այո, Պրագայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է Նիկոլ Փաշինյանն եւ դա անհերքելի է, դա ոչ մի պարագայում չի կարելի գցել ոչ Մակրոնի վրա, ոչ Պուտինի վրա, ոչ ամերիկացիան, ոչ մեկի վրա։ Մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, դա անքննելի է։ Բայց ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին եւ հայ-ռուսական հարաբերություններին Արցախյան խնդրի կոնտեքստում կա անհասկացվածություն, իհարկե կա։ Հիմա կարող է մենք դնենք մեզ այսպես ասած կույրի տեղ եւ ասենք դե հայ ժողովուրդը խնդիրներ չունի Ռուսաստանի հետ Արցախի հարցում։ Եկեք չմոռանանք էլի, որ Արցախում ապրում էին երևի թե հետխորհրդային տարածքի ամենապրոռուսական տրամադրված մարդիկ, բնակչությունը։ Եվ եկեք չմոռանանք, որ ըստ էության, եթե նայում ենք հասարակ քաղաքացու, ես հիմա չեմ խոսում քաղաքական տրամաբանություն, հասարակ արցախցու տրամաբանությամբ եմ նայում կամ հասարակ հայաստանցու տրամաբանությամբ, Արցախի անվտանգությունը նոյեմբերի 9-ից հետո սովորական մարդու աչքերով վստահված էր Ռուսաստանին եւ բնական է, ես քաղաքականությունից չեմ խոսում, ես ասում եմ ինչա եղել, ես չեմ ասում քաղաքական առումով Փաշինյանը իրան սխալ պահեց, Փաշինյանը նոյեմբերի 9-ի ձևաչափը տարեց դեպի վիժեցում, հնարավոր է ինչ-որ ներքին պայմանավորվածություն ունեցավ Ալիևի հետ, դրա մասին չեմ խոսում։ Ես ասում սովորական արցախցու կամ սովորական հայաստանցու աչքերով։ Նոյեմբերի 9-ից հետո մարդիկ մտածում են, որ Արցախի անվտանգության հարցը
վստահված է ռուսներին սխալ էին մտածում, եկեք դա էլ ֆիքսենք, որովհետև մենք պետք է միշտ գիտակցենք, որ մեր հարցերը, մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Բայց մյուսները դրել էին, որ ինքնուրույն իհարկե կան։ Հիմա երկկողմանի բանակցություններ են վարում առանց միջնորդի։ Չէ։ Դե Փաշինյանը խաբում է, այսինքն գիտեք ոնց այդ մարդուց ինչպես միշտ ոչ իման հասկանալ չի լինի, էլի։ Ինչպես հասկացա։ Ինչը։ Որ առանց Ռուսաստանի միջնորդության մենք կարող ենք մեր հարցերը մենք չենք ասում առանց Ռուսաստանի կամ առանց Ամերիկայի միջնորդության, մենք ուրիշ բան ենք ասում։ Այդ թեզը հայտնի մեր, որ ասում ենք Հայաստանում չկա խնդիր, որը մենք չենք կարող լուծել մեր սեփական ուժերով։ Հայաստանում չկա խնդիր, չկա Հայաստանում խնդիր։ Պետական ինստիտուտները կարող են կայացնել մենք մեր ուժերով, կարող ենք։ Առողջապահական համակարգը կարող ենք կարգավորել, կարող ենք։ Ներքին համերաշխության կարող ենք հասնել, կարող ենք։ Արցախի հարցի, Արցախյան հիմնախնդրի Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, դա ասված է եւ իմաստ չունի էլի անընդհատ խոսալ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում հանձնվեց Արցախը, իսկ արցախցիները ենթարկվեցին էթնիկ զտման։ Դա չի կարող, դա քննարկման ենթակա չի էլի։ Հիմա ինչքան է Նիկոլ Փաշինյանը ու իր այդ ուսապարկերը ասեն թե տես չի եղել, սենց է եղել Ալմաթայի համաձայնագրից խոսան նախկիններն են հանձնես, դա ընդհանրապես բառախաղա ու այսպես ասած զառանցանք է էլի քաղաքական։ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի այսօրվա վիճակի համար։ Դա փաստ է։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք ասում ենք ինչ, մենք ասում ենք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը հետամուտ լինելու արցախցիների բնական իրավունքների վերականգնման հարցում եւ մենք շարունակելու ենք միջազգային ատյաններում արցախցիների բնական իրավունքի հայցերի առաջ տանելը այդ պահանջատիրական խնդիրները, որոնք վերաբերում են մեր արցախահայ հայրենակիցների բնական իրավունքներին, միանշանակ անելու ենք։ Այդ առումով փակել թե չփակել Արցախյան հարցը դա կեղծ թեզ է Նիկոլ Փաշինյանի կողմից մուտք գցած, դա այդ նույն խաղաղություն ու պատերազմի կուսակցությունների նման հերթական մանիպուլյացիան է, որը չարժել մտնել այդ դաշտ, որովհետև եթե մենք մտնում ենք Նիկոլի այդ մանիպուլյատիվ դաշտ, այդտեղ արդեն մենք չենք կարող ճշմարտությունից խոսալ, որովհետև ամբողջովին դա կեղծ է։ Մեր մասով ես ասում եմ, մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել, ինչպես ընդ որում պայքարել ենք, որովհետև չլինելով իշխանություն, մենք հայցեր ենք ուղարկում միջազգային դատարան, չլինելով իշխանություն, մենք հավաքագրում ենք այդ խնդիրները ու բարձրաձայնում ենք միջազգային ատյաններում։ Մենք ռեալ հիմա էլ ռեալ գործ ենք անում, բայց լինելով իշխանություն, հետամուտ ենք լինելու Արցախահայության բնական իրավունքների վերականգնմանը։ Նաև մի միտք էլ արտահայտեցիք, ես կխնդրեմ դա եւս ավելի բացեք, նշեցիք, որ արցախցիները պրոռուսական են եղել, պրոռուսական մտածողությամբ են եղել, ինչու լինել հակառուսական եւ այլ տարբերակ կար։ Ես չասեցի իրանք լինեին հակառուս, ես չասեցի հակառուսական պետք է լինեն, կներեք, այդ նարատիվը, այդ նարատիվները, ես ինչ եմ ասում, այդ պրոռուսական մի քիչ որ ավելի թուրն բռնում չլինի, ասեմ, այդ նարատիվները, այդ Վազգեն Սարգսյանի եղբոր, այդ Գուրգեն Սիմոնյան բան, այդ կերպարների, որ ասում են արցախցիները պրոռուսական են, այ որ պրոռուսական չլինեին, Ղարաբաղը չէին տա։ Դա տխմարություն է։ Քիչ առաջ ես ասեցի, որ Արցախի բնակչությունը եղել է ամենապրոռուսական տրամադրված բնակչությունը հետխորհրդային շրջանում, երևի թե, բայց ես չասեցի, որ իրանք սխալ են արել, որ պրոռուսական են եղել։ Ես ասեցի, իրանք պրոռուսական են եղել, հույսները դրել են Ռուսաստանի վրա, Հայաստանի ժողովուրդն էլ մտածել է, որ դե պատերազմից հետո Արցախի անվտանգությունը Ռուսաստանն է այնտեղ կանգնած, Ռուսաստանը պետք է ապահովի, հետո եղավ այն ինչ որ եղավ ու բնականորեն կա նեղացվածություն ռուսներից։ Ես դա ասեցի, ես չասեցի, որ պրոռուսական չլինեին Ղարաբաղը կմնար։ Դա Սիմոնյան Գուգոյի ու չգիտեմ այդ Վազգեն Սարգսյանի եղբոր կամ այդ Բաբաջանյան Արմանի այդ Նիկոլակա սատելիտների խոսույթն է, էլի։ Այստեղ պրոռուսական ու հակառուսականության մասին չի, այստեղ փաստ է, որ վստահել են լավ են վերաբերվել, շնորհակալություն են այո հայտնել պատերազմը կանգնեցնելու համար ու իրաց անվտանգությունը կապել են ռուսների հետ։ Հիմա նորմալ էր, չէ՞ որ Արցախում ես ընդ որում մինչև 2022 թվականի դեկտեմբեր վերջին անգամ աշնանն եմ եղել Արցախում, էլի, այսինքն համ ժողովրդի հետ եմ հանդիպել շփվել, համ ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Դե նորմալ էր, որ իրանք Նիկոլի հետ հույս չեն կապում, որովհետև ինչ բայց Արցախում մարդիկ հասկացան, որ այս արհավիրքը Նիկոլի պատճառով եղավ։ Ու բնականա դե հույսները պետքա կապեին ռուսների հետ։ Դե վերջում եղավ այն ինչ որ եղավ,
ու նորմալ է, որ այն մարդիկ, ովքեր քաղաքական process-ներից շատ չեն հասկանում, շատ չեն խորանում, այսպես ասած, ինչ եղավ, ոնց եղավ, որոշակի նեղացվածություն պետք է ունեն Ռուսաստանից։ Պարոն Պարոնյան, եւ շատ ամփոփ վերջում կխնդրեմ անդրադառնաք, թե ինչ համագործակցություն եք տեսնում, արտաքին ինչ հարաբերություններ եք տեսնում Արևմուտքի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ։ Ասեմ, նախ առաջինը գանք մոտիկից, այսպես ասած տարածաշրջանից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք ասում ենք, որ երբեք ոչ մի պարագայում Հայաստանը չպետք է դառնա հակառուսական ուժերի պլացդարմ, այսինքն այն ուժերը, այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք իրենց աշխարհաքաղաքական լայն շահերը օգտագործելու նպատակով ուզում են Հայաստանը սարքել հակառուսականության ու հակաբրիքս երկրների պլացդարմ, դա մենք թույլ չենք տալի, որովհետև դա վնասելու է հայ ժողովրդին, մեր անվտանգությանը, մեր երկրին, դա բնական է, էլի։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ մտածում են, որ Հայաստանը պետք է լինի հակառուսականության դեմ ջահակիր ու պայքարի Ռուսաստանի դեմ, իրենք հայ ժողովրդի թշնամիներն են, բայց այն մարդիկ, ովքեր որ մտածում են, որ կարելի է սակարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, դրանք նույնպես Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամիներն են։ Հետևաբար Ռուսաստանի մասով չի լինելու հակառուսականության պլացդարմ, բայց նաև մենք չենք պատրաստվում մեր տնտեսական, քաղաքական եւ անվտանգային, այսպես ասած, ամբողջ խնդիրները եւ հույսերը կապել մի աշխարհաքաղաքական բևեռի հետ, որովհետեւ տարիների ընթացքում, հարյուրավոր տարիներ, եթե մենք ետ ենք նայում, եթե մի երկիր, այն է փոքր երկիր, եթե մի ժողովուրդ իր հույսը կապում է մի կայսրության հետ, մի աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, պատմությունը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ սեփական շահերի համար կայսրությունը կամ աշխարհաքաղաքական կենտրոնը կոպիտ բառեմ ասում, բայց մատաղ անում այդ ժողովրդին, որովհետեւ դա է աշխարհի դասավորվածությունը, դա է աշխարհի բանը, ոնց որ կասեր Թումանյանը։ Իսկ ինչ վերաբերվում է Ամերիկային եւ Եվրոպային, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք պլանավորում ենք շատ սերտ ռազմատեխնոլոգիական համագործակցություն, ինչպես դրա մասին խոսած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը, որը ընդ որում նայեք ինչ հետաքրքիր բան ա, Վենսը կանգնած լինելով Փաշինյանի կողքը, ասում է, որ խաղաղության հասնելու ամենաարդյունավետ մեխանիզմը դա տեխնոլոգիական առաջընթացն է եւ տեխնոլոգիական, այսպես ասած, զսպման միջոցներ ունենալն է, դա ինչ է խոսում։ Ուզում եմ ասի, որ խաղաղություն ես ուզում, խաղաղության համար դու պետք է ունենաս տեխնոլոգիապես զարգացած արդիական բանակ։ Իսկ իր կողքը կանգնած անձնավորությունը, որը իբր ներկայացնում է Հայաստանի շահերը, ասում է բանակը մեր համար կարևոր դեր չի։ Հասկանում եք, չէ՞, ինչ առաջարկներ են գալիս, ինչ հնարավորություններ ու ինչ հնարավորությունների պատուհաններ են բացվում մեր համար, եթե մենք կարողանանք հմուտ դիվանագիտություն ունենանք եւ չոտնահարելով հայ-ռուսական հարաբերությունները օգտվենք Ամերիկայի, այսպես ասած, առաջարկներից ու ինչ անում Փաշինյանը, էլի։ Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, Եվրոպայի հետ մենք ունենք բազմաթիվ, այսպես ասած, ընդհանրական կետեր, ինչ վերաբերում է տնտեսությանը, այո, պետք է Հայաստանի տնտեսությունը սերտիֆիկացվի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք նաև եվրոպական շուկաների համար, այսպես ասած, բաց լինելու, որպեսզի կարողանանք մեր ապրանքը արտահանելու Եվրոպա։ Բնական է ներկա պարագայում Հայաստան, Եվրոպա եւ Եվրոմիության անդամակցության հարցը դա, եթե չասեմ fake ապա մշուշոտ է, որովհետև իրողությունները, ռեալ աշխարհական իրողությունները հաշվի առնելով չի կարելի էլի պնդել, որ մենք գանք իշխանության, ասենք Հայաստանը կանդամակցի Եվրոպային, որտեղ դա լուրջ չի։ Տնտեսական համագործակցություն, այո, անշուշտ։ Ինչ որ տեխնիկական համագործակցություն, ռազմատեխնիկական համագործակցություն Ֆրանսիայի հետ, որպես մեզ եղբայրական ժողովուրդ եւ բարեկան երկիր, անշուշտ, բայց Հայաստանը չի ունենալու միավեկտոր քաղաքականություն, որը կործանարար է ցանկացած նման պետության համար։ Մենք պետք է կարողանանք բոլորի հետ շփվել, բոլորի շահերը, հատկապես եւ Ռուսաստանի եւ Ամերիկայի շահերը, որոնք ունեն իրանք շահեր, միասնական շահեր, այս տարածաշրջանում ունի համ Եվրոպան, համ Ռուսաստանը, համ Ամերիկան։ Մի հարթության վրա թշնամիներ են, մի հարթության վրա ունեն շահեր։ 21-րդ դարի եւ այսպես ասած Թրամպիզմի դարաճաշրջանի քաղաքականությունը մի քիչ ավելի բարդ է եւ բազմաշերտ է։ Եվ ուղղակի պետք է հասկանալ քաղաքականությունից, պետք է ունենալ լայն աշխարհայացք եւ պերաշկի ուտելով ու չգիտեմ էլի սրտի կանելով պետություն ղեկավարելը բերելու է կործանման։
պետք են մասնագետներ, պետք են մարդիկ, ովքեր հասկանում են Ամերիկայում ինչ է կատարվում, ինչ քաղաքական էլիտաներ կան, ինչ գործընթաց նրանց հետ կարելի է անել, ինչպես կարելի է շփվել ամերիկացիների հետ։ Պետք են լինեն մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի քաղաքականությունը, հասկանում են ինչպես պետք է շփվել ռուսական էլիտաների հետ, եւ ամենակարևորը, այդ մարդիկ պետք է հասկանան մեր շահը ու լինեն հայրենասեր։ Ոչ թե գնան այսօր մի բան Ռուսաստանին զիջեն իշխանություն մնալու համար, վաղը մի բան Ամերիկային զիջեն իշխանություն մնալու համար, վաղը չեմի սորնել վերցնեն մեծ կտոր տան Թուրքիային ու Ադրբեջանին, ասեն այնքանավոր ես մնամ իշխանության, դուք եկեք սարքեք ստեղ ադրբեջանա-թուրքական ինչ-որ ենթապետություն, ես էլ լինեմ վերակացու։ Եվ ավելի ձեր դիրքորոշումը հասկանալու համար ուղղակի ասեք որ մեկը, երեքից որ մեկը, Ռուսաստան, ԱՄՆ թե Եվրոպա։ Եվ Ռուսաստան, եւ ԱՄՆ, եւ Եվրոպա։ Ընդ որում շատ կարճ։ Մենք դրա մասին խոսացել ենք։ Կամի էջը Հայաստանում պետքա փակել։ Կամը բերեց Նիկոլ Փաշինյանի գոյությանը ու Նիկոլ Փաշինյանի կամը եւ այդ կտրուկ Արցախը Հայաստանը եւ վերջև նմանատիպ կտրուկ արտահայտությունները բերեցին արհավիրք եւ պատերազմ։ Մենք պետք է կարողանանք եւ բոլորի հետ։ Շնորհակալ ենք։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանն էր։